Երեկ Ալեն Սիմոնյանը մի տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են այս 4.5 տարիներին մի քանի ընդդիմադիր պատգամավորների ԱԺ նիստերից բացակայության տվյալները, ու այդ տեսանյութը հրապարակվել է այսպես տպավորություն ստեղծելու, որ տեսեք, ընդդիմադիր այս պատգամավորները նիստերին չեն մասնակցում, բայց աշխատավարձ են ստանում քաղաքացիների հաշվին, որը կատարյալ սուտ է, որովհետև բացակայության համար որևէ պատգամավոր, հուսամ նաև ՔՊԱ-ականները չեն վարձատրվում։ Բայց ինչն է այստեղ հետաքրքիր։ Հետաքրքիր է, որ այդ ցանկում կա օրինակ իմ գործընկեր, մի քանի ամիս շարունակ ապօրինի կալանավորված, հիմա տնային կալանք ապօրինի կրող Արտուր Սարգսյանը, ով ներկայացվել է որպես ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորներից մեկը։ Բայց օրինակ Իշխան Զաքարյանը, ում չգիտեմ վերջին անգամ խորհրդարանում ով կամ երբ է տեսել, այդ ցանկում չկա։ Այդ ցանկում կամ նաև ես։ Պատկերացնում եք 4.5 տարի, հարյուրավոր ցույցեր, շարժումներ, ու այդ ամեն ինչը կազմակերպելու, մասնակցելու բերումով մի քանի նիստ բաց թողած պատգամավորները ներկայացնում են որպես շատ բացակայություններ ունեցող, ու այդ փաստը շատ գրավել է Ալեն Սիմոնյանի ուշադրությունը, որոշել է հաշվետվությամբ հանդես գալ հասարակության համար։ Ես իրականում խրախուսում եմ այդ մոտեցումը, եւ եթե այդ փաստը հետաքրքրել է, շատ լավ է, բայց կարծում եմ կան փաստեր, որ մեր հասարակությանը ավելի են հետաքրքրում, ու կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին այդ նույն բծախնդրությամբ հաշվետվություն ներկայացնել օրինակ այն նախագծերի ու առաջարկությունների մասին, որ ընդդիմությունը 4.5 տարիներին ներկայացրել է, ու դուք անգամ քննարկման առարկա եք հրաժարվել դարձնել։ Կոչ եմ անում օրինակ ներկայացնել ձեր կառավարության 7 տարիներին օրինակ օնլայն խաղատների շրջանառության աճի մասին տվյալները, այդ որ հարյուրավոր տոկոսներով մի քանի անգամներ ավելացել են։ Վստահ եմ կապեր կան, այդ թվերը դժվար չեն գտնել։ Կարող եք ներկայացնել հանցավորության աճի տվյալները, կարող եք ներկայացնել թմրադեղերի շրջանառության աճի տվյալները։ Ի վերջո կարող եք ներկայացնել 44-օրյա պատերազմում նահատակվածների ամբողջական ցանկը անուն ազգանուններով, որ այդ պլյուս մինուսներով չխոսեք մեր նահատակների մասին։ Վստահ եմ սա շատ ավելի է հետաքրքրում մեր հասարակությանը։ Այնպես որ ողջունում եմ այս հաշվետվողականություն ներկայացնելու մոտեցումը եւ կոչ եմ անում անպայման անդրադառնալ, չսահմանափակվել, բայց անպայման անդրադառնալ իմ ներկայացրած թեմաներին ու հարցերին։ Սպասում եմ նոր հաշվետվությունների։